Սիրելի հետևորդներ, պատկերացրեք մի մարդ, ով կարողանում է հրաշալի խոսել, հազարավոր մարդիկ լսում են նրան, նա գիտի սուրբ գիրքը գրեթե անգիր, նա ունի մեծ հեղինակություն, մարդիկ հիանում են նրանով, բայց Աստված նայում է այդ մարդուն և ասում, դու ոչինչ ես, շոկային է, չէ՞։ Ինչպես կարող է Աստված այդպես ասել։ Պողոս Առաքյալն այսօր մեզ տալիս է քրիստոնեական կյանքի ամենակարևոր քննությունը, ոչ թե որքան գիտես, ոչ թե որքան աղոթում ես, ոչ թե ինչ ծառայություն ունես, այլ սիրում ես, թե ոչ։ Եվ սա այն հարցն է, որը փոխում է ամեն ինչ։ Եվ նրանց, որոնց Աստված կարգեց եկեղեցու մեջ, սրանք են՝ նախ առաքյալներին, երկրորդ մարգարեներին, երրորդ ուսուցանողներին, ապա հրաշագործներին, ապա բժշկության շնորհ ունեցողներին, ուրիշներին օգնողներին, վարիչներին, զարմանազան լեզուներով խոսողներին, այդ լեզուներից թարգմանվողներին։ Միթե բոլորն առաքյալներ են, միթե բոլորը մարգարեներ են, միթե բոլորն ուսուցանողներ են, միթե բոլորը հրաշագործներ են, միթե բոլորը բժշկության շնորհ ունեն, միթե բոլորը լեզուներ են խոսում, միթե բոլորը թարգմանում են, բայց դուք նախանձախնդիր եղեք այն շնորհներին, որոնք լավն են, բայց ես ավելի լավ ճանապարհ ցույց կտամ ձեզ։ Եթե մարդկանց ու հրեշտակների լեզուներով խոսեմ, բայց սեր չունենամ, կլինեմ պղնձե շեփորի նման, որ հնչում է, կամ ծնծղաների նման, որ ղողանջում են։ Եթե մարգարեություն ունենամ, բոլոր խորհուրդներն իմանամ ու ամբողջական գիտությանը հասնեմ, եւ եթե լիակատար հավատ ունենամ, մինչև իսկ լեռները տեղափոխելու չափ, բայց սեր չունենամ, ոչինչ չարժեմ։ Եթե ամբողջ ունեցվածքս բախշեմ աղքատներին եւ մարմինս կրակի մատնեմ, բայց սեր չունենամ, ոչինչից չեմ օգտվի։ Ամեն։ Եկեղեցում ամեն մարդ իր տեղն ունի։ Պողոսը սկսում է թվարկել տարբեր ծառայություններ՝ առաքյալներ, մարգարեներ, ուսուցիչներ, հրաշագործներ, բժշկություններ, օգնականներ, առաջնորդներ, լեզուների պարգև ունեցողներ։ Առաջին հայացքից թվում է, թե նա պարզապես ցուցակ է ներկայացնում, բայց իրականում նա ասում է մի շատ կարևոր բան։ Եկեղեցին օրգանիզմ է, ոչ թե բեմ։ Այսօր հաճախ մարդիկ մտածում են. ես ինչով եմ օգտակար եկեղեցում, իմ ծառայությունն այնքան էլ կարևոր չէ, ես բեմի վրա չեմ, ուրեմն նշանակություն չունեմ։ Բայց պատկերացրեք մարդու մարմինը առանց սրտի, կամ առանց թոքերի, կամ առանց օրակ աչքերի։ Փոքր օրգանը կարող է կյանք փրկել։ Նույն կերպ նաև եկեղեցում չկա անպետք մարդ։ Ոմանք քարոզում են ամբիոնից, ոմանք լուռ աղոթում են, ոմանք այցելում են հիվանդներին, ոմանք օգնում են կարիքավորներին, ոմանք մխիթարում են կոտրված սրտերին, բայց բոլորն անհրաժեշտ են։ Մենք ապրում ենք համեմատությունների դարում։ Սոցիալական ցանցերը մեզ սովորեցնում են անընդհատ համեմատվել։ Նա ավելի հայտնի է, նա ավելի շատ հետևորդներ ունի, նա ավելի ազդեցիկ է խոսում։ Բայց Աստված երբեք մեզ չի կանչել ուրիշի կյանքը կրկնօրինակելու, նա մեզ կանչել է ապրելու մեր կոչումը։ Ծաղիկների այգում վարդը չի նախանձում Շուշանին, Շուշանը չի փորձում դառնալ կաղնի։ Յուրաքանչյուրը գեղեցիկ են իրենց տեղում։ Ձգտեք առավել մեծ շնորհներին։ Պողոսը չի արգելում հոգևոր աճը, նա չի ասում բավարարվեք եղածով, նա ասում է աճեք, ձգտեք, ցանկացեք ավելի մեծ բաներ, բայց անմիջապես ավելացնում է. ես ձեզ ցույց կտամ առավել գերազանց ճանապարհը։ Այսինքն, գոյություն ունի մի ճանապարհ, որն ավելի բարձր է, քան բոլոր շնորհները։ Այդ ճանապարհը սերն է։ Սիրուց մեծ շնորհ գոյություն չունի։ Պողոսն ասում է ամենազարմանալի խոսքերից մեկը. եթե մարդկանց եւ հրեշտակների լեզուներով խոսեմ, բայց սեր չունենամ, կդառնամ պղնձե շեփոր, ծնծղա։ Եթե աշխարհը աղմուկով լի է, բոլորը խոսում են, բոլորը արտահայտվում են, բոլորը կարիք ունեն, բայց Աստված ասում է, առանց սիրո այդ ամենը պարզապես աղմուկ է։ Կարելի է հոգևոր լինել, միառժամանակ սեր չունենալ,
Սա շատ վտանգավոր նախազգուշացում է։ Պողոսն ասում է, կարող ես մարգարանալ, կարող ես ունենալ գիտություն, կարող ես ունենալ մեծ հավատ, նույնիսկ կարող ես լեռներ տեղափոխել, բայց եթե սեր չունես, ոչինչ ես։ Սա նոր կտակարանի ամենախիստ նախադասություններից մեկն է։ Ոչ թե քիչ ես, ոչ թե դեռ աճելու կարիք ունես, այլ ոչինչ ես։ Այսօր աշխարհը շատ տաղանդավոր մարդկանց ունի, շատ կրթված մարդկանց, շատ հաջողակ մարդկանց, բայց սիրող մարդկանց պակաս իրապես որ կա։ Այսօր ավելի հեշտ են քննադատում, քան քաջալերում, ավելի հեշտ են վիրավորում, քան բուժում, ավելի հեշտ են դատում, քան հասկանում։ Եվ այդ պատճառով մեր ընտանիքներում, եկեղեցիներում և հասարակության մեջ հաճախ պակասում է ջերմությունը։ Եկեղեցու հայրերը հաճախ ասում էին, որ սերը պարզապես զգացմունք չէ, սերը որոշում է, սերը զոհաբերություն է, սերը գործողություն է։ Սերը այն է, երբ մարդը սեփական հարմարավետությունից բարձր է դասում մյուսի բարիքը։ Աստված հենց այդպես սիրեց աշխարհը, ոչ միայն խոսքով, այլ խաչով։ Ամենադժվար հարցը, եթե այսօր Աստված վերցներ մեր բոլոր շնորհները, մեր տաղանդները, մեր պաշտոնները, մեր հաջողությունները, ինչ կմնար մեզանից։ Կմնար սերը։ Եթե պատասխանը այո է, ապա ամենակարևոր բանը դեռ կա։ Իսկ եթե պատասխանը ոչ, ապա ժամանակն է վերադառնալու ամենակարևորին։ Այս հատվածը մեզ սովորեցնում է մի քանի կարևոր քայլեր։ Գնահատիր քո կոչումը և մի համեմատվիր ուրիշների հետ։ Օգտագործիր քո շնորհները մարդկանց ծառայեցնելու համար։ Ամեն օր արա գոնե մեկ սիրո գործ առանց փոխադարձ ակնկալիքի։ Ավելի շատ քաջալերիր, ավելի քիչ քննադատիր։ Հարցրու քեզ ոչ թե ինչ եմ ստացել, այլ ինչ եմ տվել։ Հիշիր, որ մեծությունը Աստծո արքայությունում չափվում է սիրով։ Քո ընտանիքում, քո համայնքում և քո ծառայության մեջ առաջին տեղում պահիր սերը։ Սիրելի բարեպաշտ հետևորդներ, մի օր մենք կանգնելու ենք Աստծո առաջ և հնարավոր է, որ նա մեզ չհարցնի, քանի հետևորդ ունեիր, քանի քարոզ էիր խոսել, քանի հոգու էիր քարոզել, քանի հանրաջողություն էիր ունեցել։ Գուցե նա հարցնի ընդամենը մեկ բան. կարողացար սիրել որևէ մեկին, սիրեցիր քո ընտանիքին, սիրեցիր քո ժողովրդին, սիրեցիր քո հայրենիքը, սիրեցիր քո թշնամուն վերջի վերջո և սիրեցիր ինձ Աստծուն, որովհետև վերջում հավատքը, հույսը և ծառայությունները իրենց տեղը կունենան, բայց այն, ինչ երբեք չի անցնի, դա սերն է։ Եվ եթե այսօր ցանկանում ես փոխել աշխարհը, սկսիր հենց այստեղից, սկսիր սիրելուց, որովհետև Աստծո լեզուն սերն է, և այն մարդը, ով սովորել է սիրել, արդեն սովորել է երկնքի լեզուն։ Սիրելի բարեպաշտ քրիստոնյաներ, եթե օգտակար եղավ ձեզ այս տեսանյութը, կարող եք հավանել մեկնաբանության բաժնում, գրել ձեր կարծիքը, բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին և տարածել այս տեսանյութը, որպեսզի օրվա սուրբային հատվածի բացատրությունը հասանելի լինի շատ քրիստոնյաների։